բարձր ցուցանիշ ունենք, 50-ից ավել ձայն են գրավելու, այնուամենայնիվ անհանգստություններ ունեք, որ ընդդիմության համախմբումը կարող է իսկապես վճռորոշ լինել եւ դուք Սիրելի գործընկերներ, մենք ես ԿՊ-ից շատերն են այս հարցով անընդհատ լայվեր մտնում, բարձրաձայնում, որ ժողովուրդ ջան հասեք, ուզում են համախմբվել։ Հարգելի լրագրողներ, հարգելի լրագրող, ախր լավ մի քիչ հարցը կարճ։ Հա, բայց շատ երկար եք է ձևակերպում, կեսը ելույթ է արդեն։ Բայց մի վարքյան թողեք էլի։ Հարգելի սիրելի լրագրողներ եւ գործընկերներ, ես հասկանում եմ իհարկե, որ ձեր լրատվական քաղաքականությունը ենթադրում է զուգահեռ երկու թեզի առաջ մղում, թեզ համար 1 ԿՊ-ն դիկտատորական եւ հանցագործ ուժ է, որը վախի մեջ է պահում բոլորին, սպառնում է բոլորին, ծեծում է բոլորին եւ այլն, եւ զուգահեռ նարատիվ համար 2 ԿՊ-ն խոճապի մեջ է, բոլորը ճամփրուկները հավաքում են։ Կհամաձայնեք, որ նախ դրանք իրարից այդքան էլ չեն համապատասխանում, որտեվ եթե 37 թիվն է, այդ ոնց է ԿՊ-ն խոճապի մեջ։ Բայց իրականում երկու թեզերն էլ կատարապես սխալ են, որովհետև ոչ 37 թիվն է, ոչ էլ ԿՊ-ն խոճապի մեջ է։ Մենք մոտենում ենք ընտրությունների, մարդիկ նայում են, տեսնում են, պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, պետք է դիտարկեն իրենց ծրագրերը, պետք է դիտարկեն թեկնածուներին։ Հիմա կամ էլ անհանգստություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնում է իր տեսլական ապագայի վերաբերյալ ընդդիմադիր ուժերը իրենց։ Ես որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պնդում եմ, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների ընտրությունը եւ իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության, այսպես ասենք, առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ ես նաեւ պնդում, որ Գյումրի երկրորդ սցենարը վատ սցենար է։ Օրինակ ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրի երկրորդ սցենարի մեջ։ Դե առավազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Ես շատ անգիստ եմ, երբ որ քաղաքապետերը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են։ Ես ընդհանրապես մի վարքյան էլի, ներողություն էլի, մի վարքյան։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ որևէ մեկը կաշառակերության դուք խնդրում եմ։ Այդ ռեպլիկի փոխարեն կողքից ռեպլիկ արեք, ասեց, մեզ ֆինանսավորում է, էս ինչ է։ Բայց ինչ անշակում ոչ մեկ չի։ Դե խնդրում եմ հիմա ասեք։ Ո՞վ է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես չգիտեմ, ես աշխատում։ Բայց չգիտեք ում համար եք աշխատում դուք։ Ես աշխատում եմ նրանով։ Կարող է բարձվի ինչ որ, կարող է բարձվի։ Չէ, նկատի ունեմ դուք չգիտեք ում մոտ եք աշխատում, հիմա կարող է բարձվի ձեր, կարող է չար ուժերն են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք։ Դե չգիտեք, ուրեմն, բայց միտքս կիսատ մնաց, խնդրում եմ մի բղավեք, էլի ինձ վրա։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։ Լավ, իմ ուղղությամբ մի բղավեք, էլի խնդրում եմ, էլի, ցածր, ավելի ցածր, խնդրում եմ։ Շատ լավ, լավ որ ձեզ։ Խնդրում եմ հիմա թողեք, մի խանգարեք, հա։ Բայց միտքս ախր կիսատ մնաց էլի։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դե համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Բացի դրանից Բայց ես խնդիր չունեմ ընդդիմություն, եթե կարողանա թող միավորվի, ինչ է դրանք։ Մենք կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի, ինչ կա ստեղ չհասկանալու։ Վերջին հարցը խնդրեմ։ Ձեր թիմագիծը հիմա կաշառքի համար ում մասն է խոսքը։ Հիմա մարդիկ ասեն, որ քաղաքացիական պայմանագիրն են հանցանքանի եթե իշխանության գա։ Կոռուպցիա, լսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ, չգիտեմ, կասկածվում է կամ հետապնդվում է կոռուպցիայի
համար դա վկայում է նրա մասին, որ կրկին քաղաքացիական պայմանագիրը ստեղ մի վարքյան է, հա մենք երբեք էլ չենք մեր իշխանության օրոք մեր իշխանության ներկայացուցիչ նախարարը ձերբակալվել, մի վարքյան, նախարարը ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարարը ձերբակալվել, քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել, падգամավոր կա որի խոսքը արդեն նախկին ներկայացուցիչի մասին է։ Եթե դուք ասում եք մերժելի է կոռուպցիա, նույն մեթոդով մարդիկ ասեն, այս թիմում էլ եղել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, падգամավոր։ Բայց մարդիկ տեսնում են, չէ՞, որ մեր իշխանության օրոք ովքեր որ ազնիվ են, շարունակում են աշխատել, ովքեր որ ազնիվ չեն, ասել այնտեղ կմնա։ լսեք էլի ինչ եմ ասում, ովքեր որ ենթադրյալ հանցանք են գործել, իրենք հետապնդվում են։ Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության տարիներին, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները իրար հետ երկար տարիներ իշխանության են կիսել, մասնավորապես երբ որ օրինակ Քոչարյանը նախագահ էր, Ծառուկյանը իշխանամետ ֆրակցիայի կուսակցության ղեկավար էր, մի վարքյան ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր մարտի 1-ի ժամանակ, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, այ իրանց իշխանության տարիներին, երբ որ մարդիկ կաշառք էին վերցնում, իրենք չէին դատվում։